Շնորհակալություն, հարգելի գործընկեր, երեկ դուք ձեր նախագծի ներկայացման շրջանակներում ասացիք, որ կամք է պետք, որպեսզի փոքր եւ միջին ձեռներեցները կարողանան ստվերից հանել իրենց շրջանառությունը եւ ցույց տալ։ Հիմա ես կարծում եմ, որ կամքի դրսևորումը դա ՓՄԶ-ների համար չէ միայն, կամքի դրսևորումը դա քաղաքական պետք է լինի, մենք պետք է իսկապես կանգ առնենք, որովհետեւ ես երեք երբ միտինգավորներ այստեղ են, իրենց հետ զրուցել եմ բավականին երկար ժամանակ, նրանք իրենք են ասում, որ ոչ միայն մենք, ոչ միայն խոշորը, այլ ընդհանրապես չինովնիկները, երկրում բազմաթիվ մարդիկ հենց սվերային դաշտում աշխատում են, եւ մենք տեսնում ենք ինչպես են իրենք անում, իսկ այդ նման ձևով աշխատող մարդիկ մեզնից պահանջում են սվերից դուրս աշխատել։ Սա այն հարցի մասին, որ մենք ուզում ենք 58 միլիոնի շեմը բացասել մինչև 150 միլիոն։ Հիմա հարց, կամքի դրսևորումը ում կողմից է պետք, ձեր կարծիքով, ՓՄԶ-ներից, ասում են ձուկը գլխից է հոտում։ Եթե այդպես է, մենք հիմա խոսում ենք պոչի մասին։ Արդյոք դուք չեք գտնում, որ մենք այո կամք պետք է դրսևորենք, օգնենք ՓՄԶ-ներին, շրջանառության շեմը բացացնենք, թույլ տանք իրենց առանց ստուգումների իրենց նախկին գործող օրենքի շրջանակներում 3.5-ի շրջանակներում աշխատել, որտեղ երեկվա իրենց պահանջը, երեկվա իրենց առաջարկությունները նույնն էր, եւ այս թատրոնը ինչը տեղի է ունենում, ժամանակ առ ժամանակ հետաձգելու, որը զավեշտի է վերածվել, եւ դա ազդում է ազգային ժողովի հեղինակության վրա, որ մենք 2-3 ամսվա համար անընդհատ օրենքներ ենք ընդունում, գործող արդեն իսկ հաստատած օրենքը չգործելու համար։ Դուք ինչ եք կարծում կամքի դրսևորումը որտեղ, որ օղակներում եւ ով պետք է ցույց տա։ Շնորհակալություն, եթե իմ գործընկերները մի քիչ թույլ կտան, որ մենք կարողանանք այս հարցը պատասխանել, այս աղմուկը վերանալ, ես շատ ավելի հստակ կպատասխանեմ։ Տեգին Բիշարյան, ես ձեզ խնդրում եմ իմ ասած խոսքերը ճիշտ մեկնաբանել։ Առաջինը, քաղաքական կամքը նրա մեջ է կայանում, որ այո, պետք է ՓՄԶ-ներին օգնել։ Եվ այդ քաղաքական կամքի դրսևորումը նրա մեջ է կայանում, որ մենք ասում ենք 58 միլիոն շրջանառություն ունեցող ՓՄԶ-ներին եկեք տրամադրենք հարկային արտոնություն։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք ֆիքսել, որ այն ունի 58 միլիոն, ապա նրանց տրամադրել։ Իսկ եթե նա ունի ավել, նա պետք է հարկ վճարի։ Ամենայնտեպս ցանկացած տնտեսվարող պարտավոր է հարկ վճարելու։ Հիմա կամքը սրա մեջ է կայանում, մնացածը մեխանիզմն է։ Եվ մեխանիզմի ընտրման մեջ է կայանում, թե ինչպես դու դա կարող ես իրականացնել, տվյալ ամենայնտեպս գործառույթը, որպեսզի կարողանաս 58 միլիոնը հստակ ֆիքսես, ովքեր անհրաժեշտություն ունեն օգնելու օգնես, իսկ ովքեր որ պարտավոր են վճարելու, նրանք վճարեն։ Այստեղ քաղաքական կամքն է, մյուսը մեխանիզմն է։ Հիմա դուք մեզ ասում եք, որ 3.5%-ը թող տան 3.5%, բայց ինչի մի տոկոսից հրաժարվում են։ Այդ ինչ է տեղի ունեցել, որ հանկարծ մարդուն ասում ես մի տոկոս վճարի կամ 0 վճարի, ինքը ասում է չէ, ես ուզում եմ 3.5% վճարեմ։ Պատրաստ եմ անգամ 5% վճարելու։ Ինչի համար։ Դուք ձեզ հարց տվել եք։ Իսկ այդ քաղաքական կամքը ինձ թվում է, որ բացի քաղաքական ուժին, որը որ այսօր դնում իշխող է, ամենայնտեպս ժամանակի ընթացքում դուք էլ մեր հետ էիք, դա բոլորիս մոտ պետք է արտահայտված լինի եւ պետք է բոլորովս մենք կարողանանք այդ մեխանիզմներ ընտրենք։ Հիմա հարց ձեզ, փոխադարձ հարց եմ տալիս։ Ինչու մարդիկ ինչ կապ ունի 58 միլիոնն է ինքը ցույց տալիս, թե 100 միլիոն ինքը ցույց տալիս։ Եթե նա ինքը ՀԴՄ-ով չի խփում, իր շրջանառությունը չի ֆիքսում։ Կարևորը որպեսզի կարողանանք այստեղ բոլոր գործող օղակները կարողանանք հստակ փոխկապակցված իրականացնել։ Ես երեք երկու իմ խոսքովս ասեցի, պետք է ապահովենք մի կողմից ապրանքների ներմուծման ժամանակ ամբողջ թափանցիկությունը, որը ինքը հնարավորություն տա հետագայում փաստաթղթաշրջանառությունը ամբողջապես իրականացնել։ Հիմա մենք ասում ենք, քանի որ այս մասը, առաջին մասը, երկրորդ մասը փոխկապակցված են մեկը մյուսի հետ, պետք է միասնական տեղի ունենա, իսկ քաղաքական կամքը նորից եմ կրկնում, այն շրջանառությունը, որի մասին որ մենք խոսում ենք, որը որ շատ ավելի աղմուկ է,
Ճիշտն ասած չեմ զգուշացնում, որովհետև աղմուկ այս անգամ բոլոր աղմկողները ժպտում են, չեմ հասկանում ինչի համար։ Այնպես որ խոսքը վերաբերվում է օգնություն պետք է տրամադրվել այն ձեռնարկատերերին, որոնց շրջանառությունը 58 միլիոն է։ Սա է կամքը։ Ոչ թե այն տնտեսվարողներին, որոնք որ ունեն 500 միլիոնի կամ 200 միլիոնի շրջանառություն եւ ցույց են տալիս 58 կամ 2.5 միլիոն կամ 4 միլիոն։ Ես երեք մի հատ օրինակ բերեցի։ Ասեցի 42,000 տնտեսվարողների մոտ շրջանառությունը ցույց են տվել 5 միլիոնից ոչ ավել։ Հիմա եկեք մենք հասկանանք 5 միլիոն կամ 2.4 միլիոն 58 միլիոնի համար նրան պետք է նորից 20 անգամ ավելացնելու։ Այ երբ որ մենք կարողացանք հստակ ֆիքսել շրջանառության կամ փաստաթղթա շրջանառության ամբողջ գործընթացը, հետագայում Տիկին Բիշարյան, ես ձեր հետ համամիտ եմ, կարելի է նաև քննարկել շեմի հետ կապված խնդիրը։ Դե հիմա եկեք ինչ ասում, 32,000 տնտեսվարող ցույց է տալիս, որ իր տարեկան շրջանառությունը 2.4 միլիոն է։ Ինչ 600 միլիոնի մասին է խոսքը։ 150 կամ 200 ձեռնարկություն ցույց է տալիս, որ իր շրջանառությունը տատանվում է 50-ից մինչև 58 միլիոն։ Ես էլ դուք էլ շատ լավ համոզված ենք, չէ՞ որ այդ շրջանառությունը ռեալը չի։ Որևէ մեկը իր թիրախը, իր նպատակը չի ընտրել, որ ՓՄԶ-ի հետ կապված, փոքր եւ միջին բիզնեսի հետ կապված խաթարի։ Այլ հիմնական նպատակը վերջի վերջո մարդ իր ապրանքը, որ իրացնում է, իրացման կամ աստվերային շրջանառությունը տեղի ունենում, այնտեղ որտեղ դու ապրանքը տալիս ես, գումար ես վերցնում։ Հիմա եկեք այդ շղթայի մեջ մենք նայենք, տեսնենք որտեղ այդ որ ապրանքը տալիս գումար ես վերցնում։ Իրացման ժամանակահատվածում է, ճիշտ է։ Այսինքն մենք ասում ենք, իրացման շրջանառությունը ով որ փոքր է, դրանից փող չենք ուզում։ Կարևորը սա այստեղ քաղաքական խնդիրը նրան է վերաբերվում, նորից եմ կրկնում ձեզ, որպեսզի մենք կարողանանք շրջանառությունը ֆիքսենք։ Դրա համար, ինչ է ասում կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը, ասում է, լսեք, ժողովուրդ, ես ժամանակահատված եմ նորից ուզում, որովհետև առաջին մասը մաքսազերծումից մինչև այստեղ հստակ, ինչպես նաև տեսեք մենք ասում ենք ստուգումների հետ կապված, չէ՞ որ մենք ասել ենք ընդհանրապես որևէ մեկ ձևի ստուգման ռեժիմի տակ չի գտնվում ՓՄԶ-ների որևէ ձեռնարկություն, բացառությամբ ՀԴՄ-ների հետ կապված ստուգումը, այսինքն շրջանառության ֆիքսելու, անգամ պահեստի ստուգումը չի իրականացվում։ Մեր կողքի հարևան երկրում Ինչի մասին որ մենք խոսում ենք, եթե իմ հիշողությունս չի դավաճանում, այնտեղ կազմում է 35,000 լարի, բայց հստակ պահեստների հետ կապված, այսինքն ինքը իր ունեցած պահեստում արկա եղած գույքի գույքագրման պարագաներում, ասում եթե քո պահեստում 100 քանի հազար լարից ավելի բան չկա, օրինակ վրացական փորձին, ասում ես 50 քանի հազար ես քեզ թույլ եմ տալիս աշխատել այս ռեժիմով, եթե դու ունես այսքան 25,000-ից կարգի, ես թվերը հիմա ես կարող եմ հստակեցնել այդ միշտ մանետ ես ասել, դու ընդհանրապես գումար չես տալիս։ Բայց խոսքը մեր վերաբերում է 110-120,000 դոլարի կարգի շրջանառությունը, որը մենք խոսում ենք սրա հետ կապված։ Մենք ասում ենք գումար պետք չի, հետագայում եկեք այդ առաջարկություն անենք, բայց այն մարդկանց, այն տնտեսվարողներին, որոնք ունեն այդ ռեալ շրջանառությունը, դրա համար է ամբողջ գործընթացը, եւ հիմա մենք ասում ենք ձեզ բոլորի կոչ ենք անում բոլորիս այստեղ նստվածներին, ցանկացածին, պատրաստ ենք նորից քննարկման ցանկացած տարբերակով։ Եկեք մեխանիզմ ընտրենք, որ իսկականից օգնության կարիք ունեցողը իրական օգնություն ստանա։ Այսինքն այդ փոքր շրջանառություն ունեցողին կարողանանք մենք օգնել։ Թե իսկ եթե մենք ասեցինք, գիտեք ինչ կա 3.5% կամ 5%, այդ ցույց չի տալիս, ցույց չտվածի 3.5%-ն ու 5% ինչ տարբերություն։ Եթե ինքը շրջանառությունը ցույց չի տալիս, եթե ինքը չի խփում շրջանառությունը, ինչ տարբերություն ինքը ինչքան կվճարի։ Այսինքն խնդիրը սրան է վերաբերում, դրա համար նորից են կոչ անում բոլորին, եկեք միասին, նորից, մենք ունենք մինչև հուլիսի 1-ը ժամանակահատված, գույքագրում իրականացնելուց հետո, հուլիսի 1-ը մինչև ժամանակահատված, նստենք, քննարկենք, ձեր առաջարկությունները բերենք, եթե ֆիքսեցինք շրջանառությունը, կարողացանք հստակ ամրագրել այդ շրջանառությունը, հետագայում ինձ թվում է երկրորդ փուլում կարելի է նաև խոսել բարձրացնելու կամ չբարձրացնելու շեմին, եթե մենք ռեալ չափենք գնահատական, այսինքն մենք հարցի արժեքը պետք է հասկանանք։ Իսկ եթե դու շրջանառություն չես կարողանում ֆիքսես, 58 է, 158 է, 258 է, ինչի մեջ է կարողանում տարբերություն։ Շնորհակալ։ Արձագանքի համար Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկեր, ձեր մասնագիտական հմտությունների վրա ես կասեի
շատ հաճելի լսում եմ եւ որևէ մեկը չի կասկածում, բայց դե ձևակերպումները հստակ էի հիշում, սա մեկ։ Հիմա այդ նույն մանր կամ ՓՄԶ-ները, այսպես ասենք, ձեռներեցները, որոնք խոշորից վերցնում են ապրանքներ։ Մենք գիտենք ով է կիլոգրամով իրավունք ունի երկիր ապրանք բերի եւ հատով տա ՓՄԶ-ին։ Մենք գիտենք, ասենք, երկիր է մտել 100 տոննա շաքարավազ, այդ 100 տոննան իրացվում է ՓՄԶ-ների միջոցով։ Հիմա խոշորի տեղը գիտենք, քանակը գիտենք, բերողին գիտենք։ Ինչ ենք ընկել այս փոքրիկ ջանը, ես այդ եմ ասում։ Մարդիկ երեք պատրաստ են իրենց կնիքները հանձնեն, երկրից գնան, այս ենք ուզում։ Եկեք դե որ այդպես է, այդքան ուժեղ կամք ունենք, եկեք այդ խոշորի ցանկը բոլորս գիտենք այստեղ նստած ովքեր են, ինչ են ներկրում եւ ով ինչ արտոնություններով են ներկրում։ Կամքը պետք է այստեղ դրսևորել։ Գնալ, կանգնել այդ ցանկը հանեն եւ չընկնել այդ խեղճ ու կրակ ժողովրդի ջանը։ Սա է իմ ասածը։ Տիկին Բիժարյան, ես գիտեմ, որ դուք գիտեք, պարզապես չեք հայտնում, որտեղ գործ տվելու խնդիր կա այստեղ։ Հիմա գործ տալու հարցը ուրիշ բանի մեջ է կայանում։ Խոսքը շաքարավազին չի։ Միայն շաքարավազով չի, շաքարավազը հստակ տաղամրագրված է, հասնում է սահմանը։ Խոսքը ախր գիտեք ինչ կա, դուք ինձ ասում եք, շատ դեպքերում ասում եք կիլոգրամով մաքսազերծում է իրականացում հագուստեղենը, հետո վաճառվում է հատիկով, ճիշտ է, այստեղ փաստաթղթ։ Հիմա այդ մասն էլ են կարգավորում։ Դե դրա համար ասում եմ պետք է թափանցիկությունը, հստակությունը իրականացնում են, դա մի խնդիրներից նաև մեկը դրա մեջ է կայանում։ Հիմա երբ որ տվա տալիս են, հիմնական զեկուցողը ձեզ կասի նաև, ես էլ եմ տեղեկացված, որ հայտարարագիր ներկայացնելու կամ պահեստի ապրանքները ներկայացնելու համար իրենց տված են նոր տեղեկանքի ձևեր։ Եվ այդ նոր տեղեկանքի ձևով, երբ որ հայտնաբերում են հիմա կոնկրետ, հստակ, պոզիցիա առ պոզիցիա, ապրանքատեսակ առ ապրանքատեսակ, հստակ իրականացնում են իր ստուգումները, ես գիտեմ։ Ինչի համար է երկարաձգում։ Ես երեք ասեցի, այդքան լավ ինչ թվում որ չըմբռնեցի։ Առաջին մասը ամբողջապես չի կարողացել դեռ ամբողջապես հստակեցվի, որպեսզի վերջնական պահանջը մենք ունենանք, այսինքն ով որ անցկացնում է, որպեսզի կարողանան մաքսային սահմանը ամբողջապես հստակ անցկացվի, այդ ժամանակահատվածը մենք դրա համար բոլորի դեպք ասում ենք, խնդրում ենք ասում ենք, եկեք միասին իրականացնենք։ Որ չասենք այսպես է տեղի ունենում կամ այնպես է տեղի ունենում։ Եթե որևէ մեկի ձեռքին տեսնեն այդ փաստաթուղթը, ինչ խնդիր կա, որ մարդը, որ ենթադրենք տալիս է, որ ասի, խնդրում եմ, քանի որ ես 0 եմ տալու վաղը, ինձ փաստաթուղթ տուր։ Դժվար է։ Վերջի որ չէ որ դա իրականացնում է։ Այնպես չի որ խոշորն է մենակ շահագրգռված, փոքրն էլ է շահագրգռված փաստաթուղթը չվերցնելու։ Իսկ մեր կամքը նրա մեջ է կայանում քաղաքական, որ մենք ասենք փոքր դու ազատվում ես հարկից, բայց դու պետք է շրջանառությունը ցույց տաս։ Այս դա արդեն մեխանիզմ է։ Արդեն այստեղ կամքի խնդիր չկա։ Այստեղ արդեն մեխանիզմի խնդիր է։ Կամքը նա է, որ ասում են փոքր դու որ 58 միլիոն շրջանառություն ունես, պետությունը քեզ ասում է գնա քո գլուխդ պայի։ Այստեղ է կամքը։ Իսկ մնացածը մեխանիզմի խնդիր է։ Իսկ մեխանիզմը ես ու դուք պետք է նստենք որոշենք, կամ իրանց որոշածին ասենք լավ է կամ վատ է։ Հիմա մեր որոշածը ցավոք սրտի ինչը որ մենք ասել ենք, հնարավորություն է տալիս, այդ տեսեք ասում են 1 միլիոն 100,000 հոգի արդեն ավել տվել են նույն հայտարարագիր։ Այսինքն այստեղ խնդիր կա։ Մենք այն ժամանակ որ ասում ենք 30 միլիոնն ազատենք, տեսեք քաղաքական կամքի դրսևորում ասում են 58-ն ազատենք։ Էլ ինչ ենք ուզում։ Շատ եմ ուզում հասկանալ։ Մարդուն ասում ես աշխատի հարկը պետք չի տալ։ Ինքը ասում է չէ, ես ուզում եմ 5% տամ։ Չես հարցնում ինչի։ Այդ ինչ մղումներ գնաց բիզնեսի մեջ, բիզնեսը մի նպատակ ունի, շահույթի ստացում։ Այլ նպատակները սա խոսում է դա հեքիաթ է։ Այդ ինչ տղա բիզնեսմենին դու ասում ես, արի դու 5% 0 տուր, չասում ես սպասեք, ես 5% եմ ուզում տամ։ Ուրեմն այնտեղ շատ ավելի շատ է վերցնում։ Լավ 3.5 Ես այն բանն ասում, որ ասում ինչ ես կերը, ասում հեչ եմ, վռի կապուր, ասում այդ ուտելով, ասում չեղավ, հեչի չափը չեղավ։ Հիմա 0-ն ավելի շատ է, քան ձեր 3.5-ը։ Մարդուն ասում ես փող մի տուր, ինքը ասում է չէ, ես պետք է փող տամ, սպասի։ Ինչ եմ ուրիշ բան ասում, Վարեն Բագրատյան։ Ես դուք էլ կասեք, համբերեք, ձեզ էլ հարց կգա։ Համբերեք, ձեր հարցը կգա։ Հա, ասեք։ Ընտրեմ։ Ես կարծում եմ քննարկվող հարցը վերաբերում է համապատասխան օրենքի համապատասխան հոդվածի կասեցմանը։ Մենք յուրաքանչյուրս անցել ենք կանխամտածված այսպես մեր տեսակետը առաջ տանելու։ Քննարկման փուլ է անցնելու
եւ ես կարծում եմ դրա հետ կապված եւ լսումներ կլինեն եւ ազատ քննարկումներ կլինեն։ Հիմա մենք վիճում ենք ամեն մեկս մեր կարծիքի տրամաբանությամբ։ Խնդրում եմ ուշադիր լինեք այդ խնդրի շուրջ։ Սուքյաց Ավետիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Այվազյան, մի կարճ հարց եմ ուզում իմանալ։ Մինչ այս, այսինքն